Նախ մենք մեկ անգամ եւս արձանագրում ենք, որ այս իշխանությունները շարունակում են թիրախավորել մեր ինքնությունը պաշտպանող դիմադրության եւ սրանց դենացիոնալիզացիայի ծրագրին խանգարող ու խոչընդոտող բոլոր ազգային կառույցներին, փորձելով դրանք ոչնչացնել եւ հասնել մի հուսալքության կետի, երբ որ ժողովրդին այլևս այլընտրանք չկա, պատերազմ թե կապիտուլյացիա։ Իրականում սրանց առաջարկը խաղաղության կամ իրական Հայաստանի այդ կոնցեպտը ընդհանրապես շղարշ է։ Սրանք մեր ժողովրդին առաջարկում են կապիտուլյացիա կամ պատերազմ։ Եվ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ բացառապես սրանց հեռացմամբ եւ իրականում երկիրը ճգնաժամից դուրս բերելու իրական այլընտրանք առաջարկելով մեր ժողովրդին, որի մի քանի ուղղությունները մենք ստեղ ներկայացրել ենք եւ մեծապես կարեւորում ենք առաջիկայում մեր պայքարում։ Դա առաջինը, հայ ժողովրդի համակական ուժերի ներուժի միավորումն է։ Սա իրենից ինչ է ենթադրում։ Մենք ունենք հսկայական հայ ժողովուրդ ունի պոտենցիալ եւ այս սրանց կոնցեպտը այն ինչ որ առաջարկում են, մենք պատասխանատու ենք բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ գործ չունենք մնացած հայերի հետ, սա այդ պոտենցիալից հրաժարվել է եւ այս կարեւոր ու շատ էական գործոնով սրանք կրկին շարունակում են պառակտել Հայաստան Սփյուռք այս ընթացքով չօգտվելով այդ հնարավորություններից։ Երկրորդ խնդիրը մենք մեծապես կարևորում ենք բանակի պաշտպանության եւ զինված ուժերի վերականգնումը։ Այն ինչ որ սրանք առաջարկում են եւ այն մեխանիզմներով հնարավոր չի այս տարածաշրջանում, երբ որ մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխանության տարածքում, իրենց առաջարկած կոնցեպտով պարզապես հնարավոր չի պաշտպանել մեր երկիրը։ Եվ դու չես կարող պատերազմական իրավիճակում գտնվող երկրի պայմանագրային զինծառայողը, որը ձյան, անձրևի եւ կյանքի սպառնալիքի տակ պաշտպանում է հայրենիքը, վարձատրվի ավելի ցածր, քան օրինակ լյուքս մեքենաներով պարեկները, դատախազները կամ քննիչները։ Սրանց վարած բանակի նկատմամբ քաղաքականությամբ եւ վերջերս նաեւ շրջանառության մեջ դրած օրինագծերով եւ առհասարակ բանակի նկատմամբ վերաբերմունքով մենք մեր երկրի դռները ամբողջությամբ բացել ենք թշնամու առաջ եւ սրանով հասնելու ենք ոչ թե խաղաղության, այլ ունենալու ենք նոր տարածքային կորուստներ։ Հետևաբար բանակի վերականգնումը, վերակառուցումը անհրաժեշտ առաջնահերթություն է, որ պետք է իրականացվի, իսկ սրանք դա չեն ուզում կամ ի վիճակի չեն կամ դավադրաբար եւ հատկապես երրորդը կատարում են թշնամու պահանջները։